Լեզուն ինչպես մարդու բարեկամն է, այնպես էլ թշնամին։ Լեզվով ամեն ինչ կարող ենք ասել, գործով դուք ացառատում եք գտնվում, այս գեղի ժողովրդին մի յուրահատուկ խոսք ունի, ասում բալա 1000 կսալնի մի գործ չարժի։ Այնպես որ գործով պետք է ապացուցվի այդ խաղաղությունը, ասելով չէ։ Չէ, հներն ասում են շաքար ասելով բերանը չի քաղցրանը։ Մի խաղաղություն ասելով այդ իրական խաղաղությունը չենք տեսնի։ Իրական խաղաղությունը լրիվ այլ բանի մեջ է։ Ինչի մեջ է, ինչու՞մ է։ Ինչու՞մն է, մեր հարևան համայնքում ստեղ արծվաքար համայնք կա։ Արծվաքար համայնքում կար մի հին աշուղ, Սազայի, Փարոյ Աղաջան։ Այդ աշուղը մի հետաքրքիր գրվածք ունի։ Այդ մարդը գրում էր ազգուրացող մարդը յուրազգի համար ծովում խորտակվող նավից էլ վատ է։ Խորշակահող քաբու նման անդադար մահ ու սուկ սփռող ցավից էլ վատ է։ Ազգուրացող մարդին որ շարը դասեմ, նրա մահվանորը մինչեր պսպասեմ, ինչպես գովաբանեմ, որ չբամփասեմ, ոչ թե լավից վատ է, վատից էլ վատ է։ Սազային եմ, խոսում եմ շիտակ, թեկուս կտրատեն երակ առ երակ, հավնել յուր ձակերին կառնի թևի տակ, ազգուրացող մարդը հավից էլ վատ է։ Այս նախաբանի մեջ ամեն ինչ ասված է, եթե խելացի բերլուծեք։ Ժամանակին 500,000 հայ ապրում էր մենակ Բաքվում, չհաշված Կիրովաբադը եւ մնացած այլ շրջաններում։ Երբևիցե մենք հարց բարձրացնում ենք, մեր ինժեներները գրակետ մասսան, որը իշխում էին, եթե ոչ առաջի դեմքեր, ապա երկրորդ դեմքով աշխատում էին։ Բա մերոնք ուր եթան, բա 150,000 Ղարաբաղցին ուր եթա, դրա մասին ով ասա։ Սիրով, թող մեր 1 միլիոնը իրանք տանեն իրանց մոտ, իրանց 300,000 էլ կաստեղ։